Աննախադեպ մինչև 10 տարի կամ 160,000 կիլոմետր երաշխիքային ծածկույթ։ Toyota Երևանը երաշխիքային ոլորտում հեղափոխական ծրագիր է մեկնարկում Toyota 10-ը։ Toyota և Lexus ավտոմեքենաների սեփականատերերը գործարանային 3 տարվա երաշխիքի ավարտից հետո այն երկարացնելու բացառիկ հնարավորություն են ստանում։ Տվյալ ծրագիրը լիարժեք անվճար է, չի ենթադրում ոչ մի թղթաբանություն, ուղղակի երբ որ արդեն ժամկետը մոտենում է 3 տարուն կամ վազքը 100,000 կիլոմետրին, ընդհանրապես պետք է հարցում կատարել մեր ընկերությանը եւ մենք ավտոմատ ենք մուծում տվյալ մեքենայի տվյալները համակարգ եւ այն ավտոմատ կերպով Toyota 10-ը ակտիվանում է։ Toyota 10-ը հասանելի է այն բոլոր Toyota և Lexus ավտոմեքենաների համար, որոնք գնվել են Հայաստանի կամ Վրաստանի պաշտոնական դիլերից ու որոնց շահագործման ժամկետը չի գերազանցել 10 տարին կամ վազքը 160,000 կիլոմետրը։ Կա մեկ կարևոր նախապայման, որպեսզի ակտիվանա Toyota 10-ը, պետք է որ սեփականատերը ցանկացած հերթական սպասարկման ժամանակ ամբողջ ծավալով անցնի Toyota-ի ստանդարտներին համապատասխան սպասարկումը։ Սպասարկումը Toyota-ի պաշտոնական դիլերում ոչ միայն հնարավորություն է տալիս առանց հավելյալ վճարի ակտիվացնել Toyota 10-ը երկարաձգելով երաշխիքային ծածկույթը, այլև երաշխավորում է, որ մեքենան խնամվի ըստ բարձրագույն ստանդարտների։ Երբ որ մենք ասում ենք սպասարկում, դա ուղղակի յուղի փոխարինում կամ ֆիլտրների փոխարինում չի, դա ընդհանուր առմամբ բոլոր այն հանգույցները, որը պետք է ստուգվեն, զննում կատարվի եւ փոխվի այս կամ այն դետալներ ըստ պլանավորված գրաֆիկի, մենք դա ամբողջությամբ անում ենք։ Դա է տալիս օֆիցիալ դիլերի սպասարկումը։ Պաշտոնական դիլերի կողմից սպասարկումն ապահովում է մեքենայի հիմնական հանգույցների երկարատև ու հուսալի աշխատանքը։ Ի տարբերություն զուտ շարժիչի յուղի փոխարինման, որը հոգ է տանում միայն շարժիչի մասին, ամբողջական սպասարկումը ներառում է նաև արգելակային համակարգի փոխանցման տուփի ու այլ կարևոր բաղադրիչների ստուգում ու խնամք։ Եթե մեքենան արտադրական խոտանով պայմանավորված խնդիր է ունենում, Toyota 10-ի շրջանակում վերանորոգումը կատարվում է երաշխիքային սպասարկմամբ, առանց սեփականատիրոջ գրպանից ծախսի։ Այն հնարավորություն է տալիս վարորդներին լիարժեք անհոգ լինել, այսինքն ընդհանրապես սպասարկվել դիլերական կենտրոնում եւ հիմնական ծախսերից զերծ մնալ, այսինքն ամբողջ ծախսային պատասխանատվությունը ընկերությունը վերցնում է իր վրա, եթե մեքենայի հանգույցները գտնվել են ընթացքի խնամքի տակ, նորմալ վիճակում, այսինքն հերթական սպասարկումները պարբերաբար անցել են մեր դիլերական կենտրոնում։ Երաշխիքային երկարացված սպասարկման ծածկույթն ընդգրկում է մեքենայի հիմնական մեխանիկական, էլեկտրական ու էլեկտրոնային բաղադրիչները, շարժիչ, փոխանցման տուփ, ղեկային համակարգ, արգելակներ, որոշ դետալների դեպքում սակայն կան բացառություններ։ Օրինակ 12 վոլտ մարտկոցը, բնականաբար 12 վոլտ մարտկոցը չի կարող 10 տարի շահագործվի, ամորտիզատորներ եւ մաշվող դետալներ, ղեկը ենթադրենք նստատեղը եւ այլն, բայց բոլոր այն հանգույցները, որը կարեւոր են մեքենայի ամբողջական լիովին շահագործելու համար, էլեկտրոնային, էլեկտրական, մեխանիկական, դրանք բոլորը մտնում են երաշխիքի մեջ։ Արդյոք Toyota-ի առաջարկած առավելություններից օգտվել հնարավոր չի լինի, եթե սեփականատերը բաց է թողնում պլանային սպասարկումը կամ այցելում է ոչ պաշտոնական կենտրոն։ Toyota 10-ի ծածկույթն այդ դեպքում կասեցվում է, բայց այն կվերաակտիվանա, եթե մեքենայի հաջորդ պլանային սպասարկումը կատարվի Toyota-ի պաշտոնական դիլերում։